Դեռևս մայիսի 20-ին Արմլուր լրատվականը հրապարակել էր մի դիմում, որը կապված էր Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում տիրող բարքերին, խտրականությանը, կամայական դրսևորումների մասին, որոնք կարող են պարունակել նաև կոռուպցիոն ռիսկեր։ Նամակն անանուն էր, որտեղ մեզ դիմաց քաղաքացիները տեղեկացրել էին, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում համալսարանում։ Օրինակ այն, որ համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցով պրոռեկտոր Դոնար Աղազարյանը պրոռեկտորի պաշտոնին նշանակվելուց անմիջապես հետո վերազանցել է իր պարտականությունները, ընդլայնելով ապօրինի գործողությունների շարքը, մասնավորապես Ղազարյանն անցնելով իր պաշտոնական լիազորությունների սահմանը, նույն համալսարանի բազմաթիվ աշխատակիցներից պահանջել եւ շարունակում է պահանջել կանխիկ գումար, իսկ կանխիկ գումար չունենալու դեպքում բանկի հավելվածով փոխանցում իր իսկ ծանոթ հիշյալ բանկի աշխատակից Ոմն Էլենի միջոցով համալսարանի աշխատակիցների անունով ձևակերպում է վարկային գիծ խոստանալով մարել, սակայն մարումը կատարում է մասամբ։ Ըստ դիմումի բուհի ներկայիս ղեկավարությունը ռեկտոր Գյուրջինյանը եւ պրոռեկտորներ Դոնար Աղազարյանը եւ Գևորգ Հակոբյանը բարձրաձայն ներկայացնելով տնայնավարության դեմ պայքարը հենց իրենք են տնայնավարություն թույլ տալիս։ Գյուրջինյանի եղբայրը ղեկավարում է բուհի ենթակայությամբ գործող հանրակացարանը, ռեկտորի դուստրը Աշխեն Գյուրջինյանն անմիջապես անցել է աշխատանքի բուհի միջազգային բաժնում զբաղեցնելով գլխավոր մասնագետի հաստիքի համատեղությամբ դասախոսելով նույն բուհում։ Աշխեն Գյուրջինյանի ընկերուհիները նույն բուհում նշանակվել են աշխատանքի ղեկավար պաշտոններում։ Տնավարության շարքից են նաև գործուղումները, դասախոսության եւ փորձի փոխանակման ծրագրերով արտերկրների մեկնումը միաժամանակ ռեկտորն ու դուստրը, նաև պրոռեկտոր Ղազարյանն իր դստեր հետ։ Մեր հրապարակումից հետո համալսարանում լուրջ ստուգումներ են սկսվել, դասախոսներին կանչել են հարցաքննության։